Մեր սիրելի նոր հաճը համալրել են Հայաստանի տարբեր շրջաններից եկած ընտանիքներ։ Սերնդափոխության այդ ճանապարհին մեր ավանն ավելի է գեղեցկացել։ Նոր հաճնի հիմնադրման պատմությունը սկսվում է 1950-ականներից։ Առաջին սիլավոցիները սկզբում Գումուշ գեսը կառուցեցին, հետո արդեն Արզնի գեսը։ Այդ հնաբնակներից են շինարար վարպետ Վարազդատ Բալաբեկյանի ընտանիքը, ում կինը Սոֆիկ Մայրիկը այսօր էլ ապրում է սիրելի քաղաքում։ Աշոտ Հարությունյանը հայտարարություն էր տվել, ըստեղ շինարարություն էր գնում 3 հարգանի տները, բոլորը կառուցվել են այդ ժամանակ, անգամ դոմիկները։ Այդ ժամանակ Աշոտ Հարությունյանը, որ հայտարարություն տվեց, մեզի կուրորտից հանեցին, այդ ձորի բերանից հանեցին։ Իմ պապաս ընտրեց Սիլավոն, ասավ համ գործարանում կաշխատենք, համ էլ տուն այելի կնստենք։ Ու այդ ձևի մենք տեղափոխվեցինք Սիլավո։ Հենց հիմա էլ իմ հոր տունը անգամ Սիլավոյում ալ։ Հետո անունը փոխվեց, դառավ Նոր Հաճ։ Ասում էր ով որ գա գործարանում աշխատի, բնակարան եմ տալի, դեպի մեզից էր տալի։ Ես աշխատել եմ առաջի ցեխում, այդ ժամանակ ասեղներ էին սրում, բանվորները, կանտրալյոր։ Ես աշխատել եմ միկրոսկոպի վրա կանտրալյոր։ 70-80 հազարով ասեղ էինք ստուգում, հաշվում, պակետավորում ու հանձնում օտեկա, ընդեղից արդեն ուր կտանեն։ Նոր հաճնցի մայրեր հարցների ամուսնական կյանքը սկսվում է ամենահին դոմիկներից ու սպիտակ շենքերից։ Հետո նրանց ապրուստի միջոցը դարձավ տեխնիկական ճշգրիտ քարերի գործարանը։ Եվ դժվարություններով, բայց հույս ու հավատով նրանք ստեղծեցին իրենց ընտանիքները, զավակներ մեծացրեցին եւ հայ մորը վայել ավանդական արժենքներով տուն ու օջախ դրեցին։ Բրլանտ գործարանը դրանից հետո կառուցեցին, շուխուր ընկավ բանվորների մեջը, որ Բրլանտում, որ նոր են կառուցել, ռեժիմի կարիք կա, ռեժիմ են ընդունում աշխատանքի։ Քցեցի, բռնեցի, ասեցի այ մարդ, բանն ասեղներից վրձնեմ էլի, դե դժվար գործ էր, այդքան հեշտ չէր։ Դիմում գրեցի տեղափոխվա Բրլանտ, ռեժիմ, որպես ռեժիմ։ Ընտանիքի հայրը Ափեր Վարոն ամբողջ կյանքը կառուցել է եւ մեր պասյոլկի շենքերը եւ հարակից համայնքների տները, իսկ 1953 թվականին նա Գումուշ գեսի առաջին կառուցողներից էր, իսկ Սոֆիկ Մայրիկը Սաֆիր գործարանի հնաբնակներից։ Այո, կար ժամանակ, երբ գործարանից հազարավոր բանվորներ էին դուրս գալիս ընդմիջման, եւ դա շատ էր զարմացնում Նոր հաճնի հյուրերին։ Մեր մայրերն ու տատիկները այսօր էլ շատ թանկ ու կարևոր են մեզ համար, իրենց խորհուրդներով եւ իրենց հաճելի ներկայությամբ։ Վարազդատը ինձ հանդիպերած ընդեղից հանձի, ասենք, առաջարկություն առե, բերե, ինքը շինարարության պլոտնիկ էր։ Բավարարերին մի սենյականոց հանրակացարան, մենակ էր։ Ընձի առերա, բերերա այդ հանրակացարանը, մենք ապրել ենք այդ հանրակացարանում։ Մինչև իմ ալվարդը ծնվերա հանրակացարանում, որ հելանք ընտանիքավոր, երեխատեր, դոմիկներ էր կառուցված։ Այս որ հիմա տնտեսական խանութ է, այդտեղ երկար դոմիկ էր, երկու գլուխը հարևանով էր, են մի գլուխը մի ուրիշ հարևան էր, մենք էլ ես մի գլուխն էինք ապրում, մեզի տվեցին այդտեղ, աշխատեցինք ապրանք, հետո եկավ այնց ժամանակ, որ այդ դոմիկն էլ պետք է քանդեին, այդ դոմիկը որ քանդեցին,
Վարազդատին տվեցին այս 3 սենյականոց կվարտիրան։ Այդ 3 սենյականոցում մինչև վերջել ապրել ենք, հիմա էլ իմ թորներն ու ծորներն են ապրում, ունեցել եմ 3 երեխա, այդ 3 երեխից մեծացրել եմ, այս մեր դպրոցում ուսումի ենք տվել, հոլիդեն դուրս ա եկե, իմ երեխեքին ես հագցրել եմ ուղարկե դպրոց, դաս սիրակված, ուսում առած, աշխատել ենք, ապրել ենք, մինչև ընկերեն թոշակի, անգամ թոշակից հետո 2 տարի էլի աշխատել եմ Բրլյանտում։ Սոֆիկ մայրիկը մինչև հիմա խնամքով է պահում 50-ական թվականների իր տան կահույքը, որպես եզակի նմուշ, երբ տանը մեծ կա, ուրեմն օջախն ապահով է, ապրիր խաղաղ ու առողջ դեպի 90-ամյակ։ Սիլավոյցիներին, նոր հաճընցիներին, երիտասարդներին ցանկանում եմ առողջություն, առաջի հերթին խաղաղություն աշխարհին։ Ինչեր ասես, որ չեն արել այս ձեռքերը, զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը, ծով լռությամբ, համբերությամբ։ Ախ երանի, թե վերառնեմ, թրջուն դառնամ, թողնեմ օտար ճանապարհներ, վերադառնամ, մեր տան շեմին, որ խոնարհված քեզ մոտատվեմ, ախ երանի, մայրիկ ասցնեմ, գոգիտ լացեմ, վերջին անգամ մանուկ դառնամ, ախ երանի, թե ճուշանամ։ Մենք ու մեր բնակիչները երեկվա եւ այսօրվա աշխարհին հայտնի ենք առաջին հերթին որպես լավ ադամանդագործներ։ Ադամանդ մշակելու պատմությունը գալիս է 1971 թվականից, երբ Կորունդի արտադրության հիմնադիրը եւ Ավանի կառուցողը Աշոտ Հարությունյանը նոր հաճն բերեց առաջին ադամանդը։ Առաջինների շարքում էին նաեւ կանայք։ Նրանցից ամենաառաջիններից մեր հաճնի լավագույն ընտանիքներից մեկի մայր վաստակավոր ադամանդագործ Մայրազան Ժամքոչյանն էր։ Ուրեմն 62 թվի մարտի 22-ին ես մտել եմ Նուրհաճն Ավան։ Ավանում կար ընդամենը այս կենտրոնական հիմիկված Չարենցի փողոցի վրայի 3 շենքը աջ կողմում, ծաղ կողմում 2 շենքն էր, 3-րդ շենքը կիսասարքված էր։ Իմ աղբերները, որ ստեղ էին արդեն, Ժամկոչյան Միտրոն և Ժամկոչյան Մաքսիմը, կանչեցին ինձ, ասին արի դու ուզում ես սովորես, արի մեր մոտ, ընթացքում ես 6-7 ամիսը կպարապես ու գործերդ կտաս սովորելու։ Բայց ես տեխնիկում ընդունվեցի 9 տարի հետո։ Արտադրություն մտա ես հենց 62 թվի հուլիսի 5-ին։ Որոշեցին մարդ ուղարկեն Սմալենսկ սովորելու ադամանդիկ քարերի վրա։ Ու մեզ օտեկայից ընդունեցին մի 4-5 հոգու։ Իդեպ Սմոլենսկում ադամանդ մշակելու, սովորելու նախաձեռնողներից մեկը Վարդգես Սարգսյանն էր, Մայրազանի ամուսնու եղբայրը, մեր սիրելի Վարդգես Զախարիչը, մեր ռազմագիտության ուսուցիչն ու մեր զինկոմը։ Ուտիկին Մայրազանը իր բառապաշարին հատուկ, իր համով հոտով ակցենտին խառնեց հուշերն ու հիշողությունները ու շողակնում թողած աշխատանքային տարիներն ու վաստակը։ Մեզ հետ եկավ Հարությունյան Յուրա Արսենի, այդ մարդը մեզ տարավ ընտեղ տեղավորեց։ Սմալենսկ մենք գնացինք 10 կին և 36 տղաներ, 46 հոգու գնացինք ընտեղ,
քանի որ առաջի տեխնոլոգն եմ լինելու, ես պետք է բոլոր պոզիցիաներն իմանամ։ Ինձ մենակ ագրանքան գլխավորն էր, որ իմացա արդեն։ Ես պետք է իմանամ նաև ոնց է կտրվում քարը, ոնց է կլորացվում քարը, ոնց է շլիֆով կանարվում։ Այնց ստացվեց, որ այդ արանքում ինձ տեսել էին, եկան ամուսնացրեցին, ոնց ասած, Երվանդի հետ, Սարգսյան Վարդգեսն էր տեսել առաջինը, հավանել էր, ասել էր, «Էսի շատ լավ աղջիկ է, իսկական իմ Երվանդին»։ Սազական է։ Ռոմանտիկ պատմություն է, Հետո կանչել են Երվանդին, ծանոթացրել են ինձ հետ, հետո նախքան Երվանդի գալը եկել է իմ կիսուրը, Քիպար տատիկը և Ալմաս տատիկը, իրա քուրը։ Ալմաս տատիկ եկել են, նայել են ինձի, տեսել են, ասել են, չէ, շատ լավ աղջիկ է, այդքան կուզենք մեր Երվանդին։ Հետո նոր Երվանդին ուղարկել են, որ գա ինձի տենա։ Այն ժամանակը տենց էր, միջնորդով պետք է լիներ գործը, ոչ թե սիրահարվեիր, չգիտեմ ինչ անեիր։ Մարդկային կյանքի մեծ գնահատականն ու մեծ արժեքը հայկական ընտանիքների նկարագիրն է, նրա ավանդական արժեքները։ Մայրազանն ու ուստա Երվանդը լավ ընտանիք են ստեղծել, լավ երեխաներ դաստիարակել։ Այսօր էլ սիրելի տատիկը շրջապատված է քաղցր թոռնիկներով ու իր վաստակաշատ հանգիստն է վայելում բարեկամ հարևանների հետ։ Ես ունեցա երկու ընտիր զավակներ, ոնց ասեմ, առաջինս Շողիկն է, երկրորդը իմ Զաքարը, երկու երեխա։ Շողիկը ծնվել է 64 թվի, Զաքարը ծնվել է 66 թվի, փետրվարի 10-ին։ Ես շատ երջանիկ եմ, որ նման երեխաներ եմ ունեցել, շատ գոհ եմ և բոլոր մայրերին երջանիկ լինելու համար ես խոսքի ընթացքում միշտ ասել եմ, իմ Շողիկի ու Զաքարի նման երեխաներ ունենաք։ Մայրազան Ժամկոչյանը ընդգծված լավատես է, սկզբունքներ ու ավանդական արժեքներ հարգող կին։ Մենք լավն ու բարին մաղթեցինք վաստակավոր մայրիկին, ուրախ և հաճելի տարիներ։ Հաճընցիներին ցանկանում եմ երջանկություն, սեր։ Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար, մեզ աշխարհում ծնած, սնած, մեզ աշխարհում շահած, պահած, մեզնից երբեք չկշտացած, անվերջ դատող, անվերջ բանող այս ձեռքերը։ Ախ երանի թվեր առնեմ թրջուն դառնամ, թողնեմ օտար ճանապարհներ վերադառնամ, մեր տան շեմին նոր խոնարհված քեզ պատոտվեմ։ Ախ երանի մայրիկ ասնեմ, գոգիտ լացեմ վերջին անգամ մոնուկ դառնամ։ Ախ երանի Նոր հաճնում իր գործունեությունն է շարունակում բարեգործական ճաշարանը, որտեղ երկար տարիներ սնվում են կարիքավոր ընտանիքները։ Այդ աշխատանքներն արդեն 30 տարուց ավել ղեկավարում է Բաբկեն Հակոբյանը, կնոջ Դարիկոյի և ամբողջ աշխատակազմի հետ միասին։ Ես եկել եմ այստեղ ամուսնացել եմ, նախորդ ծանոթ եղել իմ կնոջս հետ, եկել ենք այստեղ ամուսնացել ենք, ընտանիք ենք, կազմ է, ունեմ երկու լավ տղաներ,
որոնք որ ամուսնացել են, ունեն լավ թորնիկ բալիկներ։ Բաբկենը նաև երկար տարիներ աշխատել է շողակն գործարանում որպես բուֆետապան, կերակրել է գործարանի աշխատողներին, երկար տարիներ եղել է նրանց կողքին ու իր հաց տալու սեփական մշակույթով արժանացել մարդկանց հարգանքին և սիրուն։ 1978 թվականին ընդունվել եմ նոր հաջեն Սաֆիր գործարանում, հետո տեղափոխվեցի Շողակն գործարան, ստե աշխատել եմ Սաֆիր գործարանի խոհանոցում ընդամեն աշխատել եմ մեկ շաբաթ։ Մեկ շաբաթից ինձ հրավիրել է եպիսկոպոսյան Վալոդյան Շողակն գործարան, դեի ավակ խոհարարի օգնական, և սկսել եմ աշխատանքս։ 20 տարի աշխատել եմ Շողակն գործարանում, որպես բուֆետայի մասի վարիչ եմ աշխատել։ Նրանց հետո տեղափոխվել եմ Սաֆիր գործարան, ճաշարան, Ավետիսյան Գևորգներ մեր համայնքի ղեկավարը, իր գլխավորությամբ, Սմբատ Այվազյանի գլխավորությամբ տեղափոխել եմ Սաֆիր գործարանի ճաշարան, մինչև այսօր աշխատում այստեղ։ Բարեգործությունը սահմաններ չունի, մեր երախտագիտությունը նրանց, ովքեր կերակրում են մարդկանց, ովքեր նախաձեռնել են ու հովանավորել այս գեղեցիկ ավանդույթը։ Խոհանոցում ես հանդիպեցի նաև վաստակավոր աշխատողների, նրանցից տիկին Գոհարը սիրով կիսեց իր աշխատանքային ճանապարհը մեզ հետ։ Ժամը 8-ից սկսում է մեր աշխատանքային օրը։ Գալիս ենք, ճաշերը պատրաստում ենք, պարոն Հակոբյանը ստուգում է բոլոր ճաշատեսակները, դրանից հետո 11:30 սկսում ենք բաժանել ճաշերը։ Ժողովուրդը, մեծահասակները նստում ուտում են այստեղ, կան ընտանիքներ բազմանդամ, որոնք լցնում և տանում են տուն։ Իմ աշխատանքային գործունեությունը սկսվել է 1994 թվականից, մինչև առ այսօր աշխատում եմ բարեգործական ճաշարանում որպես խոհարար։ Մի հատ առաջին են կերակրում, մի հատ երկրորդ իրա սառը խորտիների հետ, բանջարեղենով կնլի, կարտոշկով կնլի, տալիս ենք հաց, կամփոտ, նորմալ մարդու սնվելու համար դա բավարար։ Հետո մենք համարձակվեցինք նաև համտեսել այստեղի կերակուրները և ըստ մենյուի և նաև ըստ մեր բախտի այսօր ոսպով ապուր էր։ Հաց տուր հաց տվողին, 2 հատ էլ ավել տուր։ Այս փիլիսոփայական կարգախոսով է շարժվում Բաբկեն Հակոբյանը։ Ես խնդրեցի խոհարարներին հյուրասիրել ինձ այսօրվա ուրեմն առաջին տեսակի ճաշով մեր ավանդական հայկական ոսպով ապուրը։ Մի րոպե Վովա ջան։ Ոչ միայն տնական, այլ նաև տնականից ավելի համով շատ ապր են պատրաստողները, հաճույքով ես կուտեմ, երևի մի կես շերեփել հետո ավելացնեն։ Ես նաև հասցրեցի արտասանել այն բանաստեղծությունը, որը Բաբկենին է նվիրել Նապոլեոն Վիրաբյանը 2000 թվականին։ Դու 30 տարուց ավել բարերար, մերկ ու քաղցած մարդկանց գլխին մասի սար, ինչ էլ ասեն մեր սրտերում դու միշտ կաս, և ցավում ենք, որ առանց քեզ մենք խմում ենք գետ մեկ թաս։